կատակլիզմներն այլևս չեն տևում ամիսներ, դրանք տեղի են ունենում բառացիորեն օրերի ընթացքում։ Ռեկորդային քամիներ Նոր Զելանդիայում, տորնադոներ Իտալիայում, անոմալ շոկ Պարագվայում, մահացու ձնահյուսեր ԱՄՆ-ում և Եվրոպայում, և մարդիկ, ովքեր պատրաստ չեն։ Հաջորդիվ այս տեսանյութում կներկայացվի անցյալ շաբաթվա կլիմայական իրադարձությունների մանրամասները և մեկ կարևոր հարց նրանց համար, ովքեր սիրում են ադրենալին և սուր զգացումներ։ Իտալիա։ Փետրվարի 17-ին Իտալիայի տարբեր շրջաններում 24 ժամից էլ պակաս ժամանակում ձևավորվեցին երկու տորնադոներ։ Առաջինը, IF1.5 հզոր տորնադոն, հարվածեց Բրինդիզի նահանգին։ Այն թողեց գրեթե 10 կիլոմետր երկարությամբ և մոտավորապես 360 մետր լայնությամբ ավերածությունների մի շերտ։ Տորնադոն արմատախիլ արեց ծառեր, պոկեց շենքերի տանիքներ և վնասեց արևային վահանակները։ Այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը, հավանաբար նպաստեց զոհերի կանխարգելմանը։ Երկրորդ, ավելի կարճատև տորնադոն գրանցվել է Ավերսա քաղաքի մոտակայքում։ Մասնագետները նշում են, որ նման հզոր տորնադոները չափազանց հազվադեպ են տարվա այս եղանակին, բայց այս անգամ մթնոլորտային պայմանները հատկապես նպաստավոր էին դրանց ձևավորման համար։ Ուկրաինա։ Անցյալ շաբաթ Ուկրաինան նույնպես տուժեց վատ եղանակային պայմաններից։ Հյուսիսային և արևմտյան շրջաններում ձյան առատ տեղումներ են եղել։ Կիևում խցանումներ են առաջացել։ Ամենավատ երթևեկության պայմանները դիտվել են մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներում, մասնավորապես վերելքների և վայրէջքների հատվածներում։ Տեղի են ունեցել բազմաթիվ վթարներ։ Հասարակական տրանսպորտի կանգառներում երկար հերթեր են առաջացել։ Փետրվարի 16-ին մինչև 20 մետր վայրկյանում արագությամբ քամիներ են մոլեգնել Դնեպրոպետրովսկի մարզում։ Կրիվոյ Ռոքում վնասվել է կամրջի ճաղաշարը, իսկ Դնեպրում մի քանի լուսացույցեր են պոկվել։ Անսովոր ցուրտ եղանակից հետո կարճատև տաքացում է տեղի ունեցել, որը հանգեցրել է ձյան արագ հալման։ Մի քանի շրջաններում տեղացած ուժեղ անձրևները միայն վատթարացրել են իրավիճակը։ Զառաց հողը չի կարողացել կլանել ջուրը, ինչը ջրհեղեղներ է առաջացրել։ Կրոպիվնիցկի քաղաքում Սուգոգլյա գետը դուրս է եկել ափերից, ջրհեղեղի ենթարկելով 20 տուն և բիմ կենդանիների ապաստարանը։ Կենդանիները հայտնվել էին ջրային թակարդում, և ջրի մակարդակը այնքան է բարձրացել, որ ջրի տակ էին մնացել նրանց վանդակները։ Հարյուրավոր կատուներ և շներ գիշերը փրկվել են նավակով և հանձնվել այն մարդկանց, ովքեր համաձայնվել էին խնամել նրանց։ Սումի համայնքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ, բնակելի թաղամասերի և կարևորագույն ենթակառուցվածքների ջրհեղեղի պատճառով։ Չերկասկի շրջանում Վելիկա Վիզ գետը դուրս է եկել ափերից և հեղեղել կամուրջը, խաթարելով երթևեկությունը։ Պոլտավայի շրջանի Լոխվիցա քաղաքի մոտակայքում դաշտը վերածվել է ծովի։ Խարկովի մարզի մի քանի շրջաններում հարյուրավոր տներ են ջրհեղեղվել, նույնիսկ այն վայրերում, որտեղ նման ջրհեղեղներ երբեք տեղի չեն ունեցել։ Փետրվարի 18-ին երկրում կրկին սառնամանիք է գրանցվել, որը ուղեկցվել է սառցե անձրևով և ձյան տեղումներով։ Դնեպրոպետրովսկի մարզում էլեկտրահաղորդման գծերը ծածկվել են սառույցով, իսկ ուժեղ քամիները բազմաթիվ էլեկտրահաղորդման գծերի խափանումների պատճառ են դարձել։ Շրջանի 190 բնակավայրերում ավելի քան 31,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Կրիվոյ Ռոքում տրամվայի և տրոլեյբուսների երթևեկությունը դադարեցվել է սառցակալած լարերի պատճառով։ Նիկոլաևի շրջանում սառցե անձրևից հետո որոշ տեղերում դաշտերը նմանվել են սառցակալած լճերի, իսկ մշակաբույսերը ծածկված են եղել սառույցի հաստ շերտով։ Ֆերմերները նշում են, որ սա կարող է բույսերին զրկել թթվածնից։ Ջերմաստիճանի հանկարծակի տատանումների հետ մեկտեղ սա սպառնալիք է ներկայացնում ապագա բերքահավաքի համար։ Արգենտինա։ Փետրվարի 18-ի երեկոյան շոկ ալիքից հետո հզոր կոնվեկտիվ փոթորիկ հարվածեց Արգենտինայի կենտրոնական մասին։ Փոթորիկն ամենաուժեղ ազդեցությունը գործեց Կորդոբա նահանգի հարավային և կենտրոնական մասերում։ Իսլա Վերթե քաղաքում ուժեղ անձրևը, խոշոր կարկուտը և քամու ուժեղ պոռթկումները վնասեցին տանիքներն ու մեքենաները։ Սերանո քաղաքում փոթորիկը ոչ միայն կոտրեց ծառերը, այլև ոչնչացրեց մարզամշակութային կենտրոնի ենթակառուցվածքները, քանդելով 4 լուսային աշտարակներ։ Խովիտա քաղաքում ընդամենը մի քանի րոպեում մինչև 90 մմ անձրև տեղաց, ինչը ջրհեղեղներ առաջացրեց հսկայական տարածքներում և տներում։ Ալմաֆուերտե և Էմբալսե քաղաքներում թենիսի գնդակի չափի հսկայական կարգտահատիկներ թափվեցին։ Փոթորկի ուժգնությունը հանգեցրեց ճանապարհների կրիտիկական վիճակի։ Փոթորիկների պատճառով Կորդոբա Ռոսարիո մայրուղում շրջվեց առնվազն 6 բեռնատար, որի հետևանքով վիրավորվեց մի քանի մարդ։ Պարագվայ։
Barney, dejate de joder. Փետրվարի կեսերից ի վեր հարավային Ամերիկայի կենտրոնական մասում անսովոր շոկ եղանակ է սկսվել։ Պարագվայում ջերմաստիճանը հասել է 50 աստիճան Ցելսիուսի։ Հանգստանալու համար մարդիկ զանգվածաբար միացրել են օդորակիչները, օդափոխիչները եւ այլ էլեկտրական սարքեր, ինչը իր հերթին ծանրաբեռնել է էլեկտրաէներգիայի ցանցը։ Ալտո Պարագվայ դեպարտամենտի Ֆուերտե Օլիմպո քաղաքում միայն փետրվարի 17-ին տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի 5 անջատում, եւ էլեկտրաէներգիայի տատանումները կենցաղային տեխնիկայի անսարքության պատճառ են դարձել։ Փետրվարի 18-ին օրվա ընթացքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի խոշոր անջատում։ Իտայպու հիդրոէլեկտրակայանի ամբարտակից էլեկտրահաղորդման գծերը խափանվել են, ինչի հետևանքով երկրի մեծ մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Հիվանդանոցներն ու բժշկական հաստատությունները գեներատորներ են օգտագործել շտապօգնության բաժանմունքներին աջակցելու համար։ Գործարարները վնասներ են կրել փչացած սննդի եւ դեղորայքի պատճառով։ Պոմպերի անջատումը ջրամատակարարման խափանումների պատճառ է դարձել։ Երկրի մայրաքաղաք Ասունսիոնի արվարձաններում մի քանի տրանսֆորմատորներ են պայթել եւ հեռախոսային կապը նույնպես խափանվել է։ Ասունսիոնում, ինչպես նաև Սյուդադելա դել Էստե եւ Էնկարնասիոն քաղաքներում լուսացույցերը անջատվել են, ինչը խցանում է առաջացրել։ Էլեկտրաէներգիան վերականգնվել է նույն օրվա երեկոյան, սակայն միջադեպը կրկին հարցեր է առաջացրել ազգային էլեկտրացանցի, ծայրահեղ եղանակային պայմաններում գագաթնակետային ծանրաբեռնվածությունը հաղթահարելու կարողության վերաբերյալ։ Նոր Զելանդիա։ Փետրվարի 16-ին Նոր Զելանդիայի հյուսիսային կղզուն հարվածեց հզոր փոթորիկ, հեղեղատարապ անձրևներով։ Մայրաքաղաք Վելինգտոնում գրանցվել է ռեկորդային 193 կմ/ժ քամու արագություն։ Սա քաղաքում քամու ամենաբարձր արագությունն է ավելի քան 10 տարվա ընթացքում։ Կղզու հարավային մասի ափին քամու պոռթկումները հասել են ժամում անհավանական 240 կմ արագության։ Փոթորիկը լայնածավալ խափանումներ է առաջացրել տրանսպորտային համակարգում։ Չվերթների մեծ մասը չեղարկվել կամ հետաձգվել է։ Կուկի նեղուցով երկաթուղային եւ լաստանավային ծառայությունները դադարեցվել են։ Քամու պոռթկումները տապալել են ծառերը եւ էլեկտրահաղորդման գծերը, վնասել տանիքները։ Տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Վելինգտոնի շրջանում գիշերը տեղացել է մինչև 200 մմ անձրև։ Ջրհեղեղի պատճառով փակվել են մի քանի մայրուղիներ, իսկ մեկ շրջանում սողանքը մոտ 20 մեքենա է արգելափակել։ Լեյք Ֆերի գյուղը գտնվել է արտաքին աշխարհից այնտեղ տանող միակ ճանապարհը ողողելուց հետո։ Բնակիչները մարդկային շղթա են կազմել եւ անմատչելի կամրջի վրայով պարենամթերք փոխանցել։ Ձնահյուսեր։ Փետրվարի 19-ին Ռուսաստանի Կարաչայ-Չերկեսիայի Հանրապետությունում տեղի ունեցավ ինքնաբուխ ձնահյուս։ Մոտավորապես 135,000 խորանարդ մետր ձյան զանգվածն ընկավ պաշտոնական ձնահյուսի վտանգի գոտուց դուրս եւ մասամբ ծածկեց Արխիզ գյուղի հանգստի կենտրոնը։ Վնասվել են 4 հյուրատներ, 1 օժանդակ շինություն եւ 2 մեքենա։ Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան։ Մի քանի մարդ մնացել է ձյան տակ, բայց փրկարարները արագորեն դուրս են բերել նրանց եւ ոչ ոք բժշկական օգնության կարիք չի ունեցել։ Փետրվարի 17-ին ԱՄՆ Կալիֆոռնիայում 4 լեռնագնացներից եւ 11 զբոսաշրջիկներից բաղկացած խումբը վերադառնում էր Սիերա Նևադա լեռներում անցկացված երրորդյա դահուկային շրջագայությունից։ Այդ առավոտյան մոտ 100 մետր երկարությամբ ձյունը փլուզվեց նրանց վրա, Քասլ Պիքսի մոտ։ Ցավոք, 9 մարդ անմիջապես մահացավ։ 6 փրկվածները կարողացան ուղարկել աղետի ազդանշան։ Առատ ձյունը, ուժեղ քամին եւ գրեթե զրոյական տեսանելիությունը խոչընդոտեցին փրկարարական գործողությանը, որին մասնակցում էին Black Hawk ուղղաթիռները, ցամաքային անձնակազմերը եւ որոնողական շները։ Արդյունքում, օգնությունը ժամանեց ընդամենը մի քանի ժամ անց։ 2 լեռնագնացներ հոսպիտալացվեցին վնասվածքներով։ Քասլ Պիկ լեռան ձնահյուսը դարձավ ամենամահացուն Կալիֆոռնիայի պատմության մեջ եւ երկրորդը Միացյալ Նահանգներում 1950 թվականից ի վեր ըստ զոհերի թվի։ Փետրվարին Ալպերում 2 շաբաթ տևած ուժեղ ձյան տեղումների հետևանքով որոշ վայրերում մինչև 3 մետր թարմ ձյուն հայտնվեց, ինչը զուգորդված ուժեղ քամիների եւ անկայուն ձյան շերտի հետ հանգեցրեց տասնյակ ձնահյուսերի։ Փրկարարական խմբերը աշխատում էին ծայրահեղ ճնշման տակ, իրականացնելով հարյուրավոր որոնողա փրկարարական գործողություններ, որոնց մասնակցում էին օդային շտապօգնությունը, ջների ջոկատներ եւ լեռնային փրկարարական խմբեր։ Շվեյցարիայում ձնահյուսի իրավիճակը չափազանց լարված էր։
7 օր անընդմեջ երկրի մեկ շրջանում հայտարարվել էր ձնահյուսի 4-րդ մակարդակի նախազգուշացում, մինչդեռ Վալե կանտոնի որոշ շրջաններում նախազգուշացումները հասել էին առավելագույն 5-րդ մակարդակի։ Մասնագետների կարծիքով նման երկարատև ժամանակահատվածը նման կրիտիկական ձնահյուսի իրավիճակով հազվադեպ է։ Վալե կանտոնում փետրվարի 17-ի առավոտյան Ցերմատ լեռնային գյուղի մոտ ձյան զանգվածը ծածկել էր անցնող գնացքը։ Ուղևորներից ոչ ոք չէր տուժել, բայց նրանք ցնցված էին եւ այդ փորձը նկարագրել են որպես սյուրռեալիստական։ Նախորդ օրը Կոպենշտեյն գյուղի մոտ մեկ այլ ձնահյուս գնացք դուրս էր եկել գծերից, վիրավորելով 5 մարդու։ Մեծ ձնահյուսերի պատճառով Բեռն, Գլարուս եւ Վալե կանտոնների մի քանի հովիտներ ժամանակավորապես կտրվել են արտաքին աշխարհից։ Գրաուբյունդեն կանտոնում ողբերգություն է տեղի ունեցել։ Փետրվարի 17-ի ցերեկը մի տղամարդ զոհվել է ձնահյուսի տակ, որդու հետ դահուկային զբոսանքի ժամանակ։ Ավելի վաղ, փետրվարի 15-ին, Պարսեն լեռնադահուկային հանգստավայրում սնոուբորդիստը նույնպես ձյան շերտի տակ էր մնացել, նրան փրկել չի հաջողվել։ Du téléphérique de la Grave parmi Roger. Փետրվարի 17-ին Ֆրանսիայի վերին Ալբեր դեպարտամենտի Լա Գրավ կոմունայում մահացու ձնահյուսը կլանեց 5 դահուկորդներից բաղկացած խմբին, որոնք դուրս էին եկել վազքուղուց։ Երկու մարդ մահացավ, իսկ մեկը վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց։ Սավուա դեպարտամենտի Վալուար լեռնադահուկային հանգստավայրում հանկարծակի ձնահյուսի հետևանքով մեկ մարդ մահացավ, իսկ երկուսը ծանր վիրավորվեցին։ Ձմռան սկզբից ի վեր Ֆրանսիայում ձնահյուսերը խլել են 28 մարդու կյանք, ինչը կրկնակի գերազանցում է տարվա այս եղանակի միջին ցուցանիշը վերջին 20 տարիների ընթացքում։ Փետրվարի 15-ին իտալական Ալպերի Վալ Վենի հովտում հզոր ձնահյուս է տեղի ունեցել։ Ձյունը թաղել է Մոնբլանի ստորոտում գտնվող ամենատարածված անվճար զբոսանքի երթուղիներից մեկում դուրս գտնվող դահուկորդների խմբին։ Որոնողափրկարարական գործողությանը մասնակցել են 15 փրկարար, 3 շների ստորաբաժանում եւ 2 ուղղաթիռ։ Դժբախտաբար 3 մարդու փրկել չի հաջողվել։ Ավստրիայի Տիրոլ դաշնային նահանգում փետրվարի 20-ին գրանցվել է ավելի քան 32 ձնահյուսի դեպք, որոնցից կեսում ներգրավված են եղել մարդիկ։ Ամենաողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել Սանկտ Անտոն am Ալբերգ համայնքում։ Կեսօրին այնտեղ տեղի է ունեցել չափազանց մեծ ձնահյուս, մոտավորապես 450 մետր լայնությամբ եւ գրեթե 1 կիլոմետր երկարությամբ, ոստիկանության տվյալներով։ Այն կարող է առաջացած լինել 5 դահուկորդներից բաղկացած խմբի կողմից դահուկներով սահելու հետևանքով։ 3 մարդ ձյան տակից դուրս են բերվել մահացած, եւս 2-ը վիրավորվել են։ Նույն օրը Նաուդերս համայնքում 42-ամյա դահուկորդը եւ նրա 16-ամյա որդին անցնում էին լանջով, որը դուրս էր վազքուղուց։ Հանկարծ ձնահյուս է տեղի ունեցել, որը 2 տղամարդկանց էլ տարել է լեռան լանջից 200-ից 300 մետր ներքև։ Դեռահասը մնացել է մակերեսին եւ, չնայած վնասվածքներին, կարողացել է օգնություն կանչել, բայց նրա հայրը թաղվել է ձյան մեջ եւ անմիջապես մահացել։ Երիտասարդը ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Ընդամենը 2 օրվա ընթացքում Ավստրիայում ձնահյուսից մահացել է 7 մարդ։ Տարերքը չի անդրադարձել միայն դահուկային երթուղիների վրա։ Փետրվարի 20-ի առավոտյան Շտոկկախ քաղաքի շրջանում ձնահյուս է իջել Լեխտալշտրասե ճանապարհի վրա եւ ավտոբուսը դուրս հանել երթևեկելի հատվածից։ Ներսում գտնվում էին 12 հոգի, ներառյալ վարորդը։ Բարեբախտաբար, նրանցից ոչ ոք չի տուժել։ Այսօր մենք խոսեցինք Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին, որոնք ունեն մեկ ընդհանուր հատկանիշ։ Բոլոր զոհերը դիտավորյալ դուրս են եկել պատրաստված դահուկային ուղիներից եւ սահել են չպատրաստված լանջերով։ Հավանաբար, նրանք բավականին փորձառու եւ ինքնավստահ մարզիկներ են եղել, եթե չեն վախեցել բարդ վայրեջքի դուրս գալ։ Սակայն հենց այդպիսի ինքնավստահությունը կարող է դառնալ վերջին սխալը։ Այսօր սովորական ռիսկերին ավելացել է մի նոր գործոն։ Կլիման փոխվում է ավելի արագ, քան մենք հասցնում ենք գիտակցել, եւ այժմ ձևավորվում են այնպիսի պայմաններ, որոնք պարզապես գոյություն չունեին նախկինում տարվա այս եղանակին եւ այս վայրերում։ Իրականությունն արդեն այլ է, իսկ մենք շարունակում ենք ապրել հին չափանիշներով։ Կանոնները հաճախ գրվում են ինչ-որ մեկի դառը փորձի հիման վրա, բայց եթե նախկինում ռիսկը գոնե ինչ-որ չափով հասկանալի եւ քիչ թե շատ կանխատեսելի էր, ապա այսօր ամեն ինչ արմատապես փոխվել է։ Հիշեք հոր եւ որդու պատմությունը, որոնք դահուկ էին քշում Ավստրիայում։ Սա օրինակ է այն բանի, թե ինչպես ադրենալինի մի քանի րոպեները կարող են արժանալ մի ամբողջ կյանք։ Սովորական երթուղին ձանձրալի է թվում, ուզում ես իրական զգացողություններ։ Բայց արդյոք այդ վայրեջքն արժե այն, որ դեռահասը ընդմիշտ հիշի այն օրը, երբ իր աչքի առաջ մահացավ հայրը։ Ոչ մի ադրենալին համարժեք չէ մարդկային կյանքին։ Հոգ տարեք ձեր եւ ձեր մերձավորների մասին։